Դե անկախ բոլոր այս տարօրինակ գրգռիչներից մի բան հստակ է՝ փռշտոցը շատ հզոր ֆիզիկական ռեակցիա է, ու ինչպես պարզվում է, այդ ուժը զսպելու փորձը կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ։ Գիտեք, մեզ բոլորիս էլ սովորեցրել են քաղաքավարի լինել, հատկապես հանրային վայրերում, ու փորձել զսպել փռշտոցը։ Բայց եկեք անկեղծ լինենք, որքանով է դա իրականում անվտանգ։ Ահա թե որն է այստեղ կարևոր կետը։ Տեսեք, սովորական փռշտոցը ստեղծում է ընդամենը 1 կիլոպասկալ ճնշում, բայց երբ դուք փակում եք ձեր քիթն ու բերանը, փորձելով այն զսպել, այդ ճնշումը կարող է աճել ավելի քան 20 անգամ։ Պատկերացնում եք, ու այդ ամբողջ հսկայական ուժը պետք է ինչ-որ տեղ գնա։ Շատ հազվադեպ դեպքերում, բայց այնուամենայնիվ այդ ճնշումը կարող է հանգեցնել մի վիճակի, որը կոչվում է պնևմոցեֆալիա։ Այս տերմինը բառացի նշանակում է օդ գլխում։ Տեսականորեն զսպված փռշտոցը կարող է գործել որպես միակողմանի փական, օդը մղելով գանգի հիմքի որևէ թույլ կետով ու այն թակարդելով հենց ուղեղի շուրջ։ Եվ ահա թե դա ինչ տեսք ունի իրականում։ Սա իրական հիվանդի համակարգչային տոմոգրաֆիայի սկանավորումն է։ Տեսնում եք այս մուգ հատվածները։ Սրանք օդի գրպաններ են, որոնք ներթափանցել են գանգի խոռոչ այն բանից հետո, երբ հիվանդը փորձել է զսպել շատ ուժեղ փռշտոցը։ Սա, կարծում եմ, շատ հզոր տեսողական հիշեցում է այն մասին, որ այս բնական ռեֆլեքսին պարզապես պետք է թույլ տալ իր ընթացքով գնալ։ Դե ինչ, մենք բավականին հետաքրքիր ճանապարհ անցանք, սկսած քնի մեջ փռշտալու անհնարինությունից մինչև զսպված փռշտոցի թաքնված վտանգները։ Եկեք շատ արագ ամփոփենք, թե ինչ սովորեցինք։ Ուրեմն մենք պարզեցինք, որ քնած ժամանակ փռշտալն ուղղակի անհնար է, որովհետև մեր ուղեղն էլ է քնած։ Մենք բացահայտեցինք երրորդյակ նյարդի գլխավոր դերը որպես հրամանատարական կենտրոն։ Մենք տեսանք, որ գրգռիչները կարող են լինել ամենատարբեր՝ արևի լույսից մինչև լիքը ստամոքս։ Եվ ամենակարևորը, մենք հասկացանք, որ այս հզոր ռեֆլեքսը զսպելը կարող է իրական վտանգ ներկայացնել։ Ի վերջո, փռշտոցը թվում է շատ պարզ մի բան, բայց այն իրականում ցույց է տալիս, թե որքան բարդ ու զարմանալի է մեր մարմինը։ Եվ սա իսկապես ստիպում է մտածել, այնպես չէ, եթե այսքան գիտություն կա սովորելու ընդամենը 1 փռշտոցի մասին, ապա էլ ինչ անհավանական գործընթացներ են տեղի ունենում մեր ներսում հենց այս պահին, որոնց մասին մենք հնարավոր է նույնիսկ չենք էլ կրահում։